Այսօր խոսքիս հիմքում դրել եմ մի բան, որը ստացա գիրքրոցը նայելիս, ճիշտ է շատ անգամներ եմ նայել, բայց այս անգամ յուրատուկ այդ միտքը առա, Դանիելի մասին էր գիրքրոցը ու Դանիելը այսպիսի մի բան ասեց, եթե ես վախենում եմ, թե մարդիկ ինչ կանեն կամ ինչ կասեն, երբ ես ճիշտ եմ վարվում, ուրեմն ես թույլ մարդ եմ, կուզեմ մի անգամ կարդա, եթե ես վախենում եմ, թե մարդիկ ինչ կանեն կամ ինչ կասեն, երբ ես ճիշտ եմ վարվում, ուրեմն ես թույլ մարդ եմ։ Սրա վրա կուզեմ կառուցել իմ խոսքը։ Գիտենք, որ Դանիելը այդ ժամանակ Դարեյ թագավորի ժամանակ կառավարիչ էր եւ նրա դեմ դավադրություն, այսպես ասած, կազմակերպեցին, որ ով որ խնդրի կամ մողոթի ինչ որ մեկին բացի թագավորից, նրանք կգցեն առյուծների գուբը։ Դանիելը կանգնած է որոշում կայացնելու առջև։ Այսպես ասած, պետք է որոշում կայացնել ապրել թե մահանալ։ Ապրելով մենք կարող ենք հանդիպել տարբեր իրավիճակների եւ մեր առջև որոշում կայացնելու խնդիր կունենանք։ Կուզեմ կարդալ Աստվածաշնչից մի քանի օրինակներ, որտեղ մարդիկ հանդիպեցին իրավիճակների եւ կայացին որոշումներ։ Կարդանք Դատավորաց 6-րդ գլխից։ Այստեղ խոսում է Գեդեոնի մասին, որ Աստված կանչում է նրան ազատելու Իսրայելին գերությունից։ 6-րդ գլխի 25 համարից 27-ը։ Եվ այն գիշեր Տերը անոր ասավ. Քո հորը զվարակը 7 տարեկան երկրորդ զվարակը առ եւ քո հորդ ունեցած բահաղի սեղանը փրծու ու քովի աստարովթը գծե եւ այս ապառաշ քարի գլուխը օրինավոր կերպով քո Տեր Աստծուց սեղան մշինե ու երկրորդ զվարակը առ եւ քո կտրած աստարովթը փայտերով ողջակեզրը եւ Գեդեոնը իր բոլոր ծառաներեն 10 մարդ առավ եւ Տիրոջ իրեն նստածի պես դրավ եւ իր հորթ ունեն եւ քաղաքի մարդասում է վախենալով այս բանը ցերեկը նելու գիշերը արավ։ Այստեղ տեսնում ենք, որ Աստված ասում է կործանի բահաղի կուրքը, Գեդեոնը ընտրության առջև էր կանգնած, ինքը պետք է դեմ գնար բոլոր մարդկանց, սակայն Գեդեոնը ուներ որոշում, որ հավատարիմ լինի Աստծուն։ Գեդեոնը չվախեցավ, չնայած կար սպառնալիքներ, նույնը կարող ենք ասել Մովսեսի ժամանակ այն մանկաբարձ կանանց մասին, որոնք չսպանեցին տղա մանուկ երեխաներին, ու Աստված բարձրահատույց եղավ նրանց, նրանք չվախեցան դեմ գնալ փարավոնի հրամանին, թեև դա նշանակում էր, որ մահ։ Կուզեմ կարդալ առաջին թագավորաց 13-րդ գլխից 7-ից 13-րդ համարները։ Այստեղ խոսում է Սավուղ թագավորի մասին։ Ու Եբրայեցի Քորդանանե Գադի ու Գաղադի երկիրն անցան, բայց Սավուղը դեռ Գաղաղայի մեջ էր ու բոլոր ժողովուրդը դողալով անոր ետևեն կերթային։ Ու անիկա Սամուելի որոշած ժամանակի չափ 7 օր սպասեց, բայց Սամուելը Գաղաղա չեկավ։ Ու ժողովուրդը անոր քովեն ցրվեցավ, ու Սավուղը ասավ. Ողջակեզը եւ խաղաղության զոհը ինձ մոտ բերեք, ու ինքը ողջակեզ մատուցեց։ Երբ անիկա ողջակեզը մատուցաները լմցուց այն ատեն Սամուելը եկավ եւ Սավուղը ելավ զանիկա դիմավորելու ու բարևելու ու Սամուելը ասավ ինչ ըրի եւ Սավուղը ասավ տեսա որ այս ժողովուրդը իմ քովես կցեվի ու դուք ով որոշած օրերդ մեջ չեկար ու փշտացիք մակմասի մեջ ժողված են ու սի փշտացիք հիմա ին վրաս Գաղաղա պտիշն ու ես Տիրոջ արշև աղոտ կրաշեմ ուստի համարձակություն ունելով ողջակեզ մատուցի ու Սամուելը ասավ Սավուղին Հիմարություն օրիջ ու քո Տեր Աստծուց քեզ պատվիրած պատվիրանքը չպայծի քանզի հիմա Տերը քո թագավորությունը Իսրայելի վրա միջև հավիտյան պիտի հաստատեր Այստեղ տեսնում ենք որ Սավուղը տեսավ որ մարդիկ հեռանում են եւ փոխշտացիկ Գաղաղա են իջնում եւ վախեցավ եւ զոհ մատուցեց կարող ենք ասել որ որոշում կայացնելու վրա ասում է մի քանի գործուն վախի ներգործության եւ ինչ հիմքի վրա ես շատ ժամանակ այն այնքան դժվար ու ծանր է թվում որ մարդիկ թուլանում են կուզեմ մեջ բերում անել Հովան Ոսկեբերանի խոսքերից վախի մասին ունի մտորումներ ասում է մի վախեցի չարշանքից այլ վախեցի մեղքից ոչ ոք չի կարող վնասել այն մարդուն ով ինքն իրեն չի վնասում
Ոսկեբերանը շեշտում էր, որ մարդու միակ իրական վախը պետք է լինի մեղքը, այլ ոչ թե արտաքին փորձությունները։ Սրա համար Աստվածաշնչում Հեսուի 1:9 գրած է. ահա քեզ պատվիրում եմ, զորացի եւ քաշ եղիր, մի վախենար եւ մի սարհուրի, որտեղ քո Տեր Աստվածը քեզ հետ է եւ ամեն տեղ ուր որ գնաս։ Կարող ենք ասել, որ մենք ակում կհանդիպենք իրավիճակների, որտեղ պիտի որոշում կայացնենք, կատարել Աստծո կամքը, թե ոչ։ Շատ բաներ կլսենք անարդարը, թուլացնողը չգիտեմ, բայց պետք է հավատարիմ լինել Աստծուն։ Օրինակ, ինչպես քրիստոնեոսի ճամփորդության պատմության մեջ քրիստոնեոսը հաստատ էր իր որոշման մեջ, չնայած հանդիպեց հուսահատության ճաշճին կամ այլ բաների, բայց ինքը որոշում ուներ, գնալ միջև վերջ։ Որոշում կայացնելիս մեծ հիմք է պետք, որին կարող ես ամենաշատը վստահել եւ հիմնվել։ Կուզեմ կարդանք Երեմիայի մարգարեության 38-րդ գլխից 14 համարից մինչև 19-րդ համարը։ Այստեղ Սեդեկիա թագավորի մասին է պատմությունը։ Սեդեկիա թագավորը մարդ խրկեց ու Երեմիա մարգարեին իր քովն առավ։ Տիրոջ տան երրորդ մուտքը եւ Երեմիային ասավ. Քեզի մի բան պիտի հարցնեմ, ինձ մի բան մի պահել։ Երեմիան ասավ Սեդեկիային. Եթե քեզի պատմեմ, զիս անշուշտ պիտի մերցնես, եւ եթե քեզի խրատ տամ, ինձի մտիկ պիտի չնես։ Բայց Սեդեկիա թագավորը Երեմիային գաղտուկ երթում ըրավ ու ասավ. Մեզ ստեղծող Տերը կենդանի է, որ քեզ պիտի չմերցնեմ եւ քեզ պիտի չմատնեմ այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգիդ կփնտրեն։ Այն հատեն Երեմիան Սեդեկիային ասավ. Զորքեր Տեր Աստվածը Իսրայելի Աստվածը այսպես կսե. Եթե Բաբելոնի թագավորի իշխաններին հանձնվից, քո հոգիդ ողջ պիտի մնա եւ քաղաքը կրակով պիտի չայրվի եւ դու ու քո տունը ողջ պիտի մնաք։ Բայց եթե Բաբելոնի թագավորի իշխաններին չհանձնվից, այն հետեւս քաղաքը քաղաքացիների ձեռքը պիտի տրվի ու որոնք զանիկա կրակով պիտի այրեն եւ դու անոնց ձեռքեն պիտի չազատվիս։ Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ասավ. քաղաքացիներուն կողմն անցած հրյաներեն կվախնամ, չլա որ զիս անոնց ձեռքը տան ու ինձի հետ անակրանքով վարվին։ Այստեղ տեսնում ենք, որ Սեդեկիան հարցնում է Աստծուն, թե ինչ անի։ Սակայն նա չունեցավ որոշում կատարելու Աստծո կամքը։ Կարող ենք ասել, որ ճիշտ իմանալը դեռ քիչ է փրկվելու համար։ Պետք է որոշում կայացնել այն կատարելու։ Եվ մտածում ենք ինչ է ճիշտը, այնքս պետք է լինի մի վստահելի հիմք, որի վրա կարող ես հիմնվել։ Ու դա Աստծո խոսքն է։ Թեև Սեդեկիան գիտեր ճշմարտությունը, անգամ ինքը փնտրեց ճշմարտությունը, բայց չկատարեց ու կորցրեց։ Կուզեմ կարդալ Հովհաննես 14:6 խոսքը։ Հիսուսը ասաց անոր. Ես եմ ճամփան ու ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորքով չի գա, եթե ոչ ինձանով։ Ես եմ ճշմարտությունը։ Մեկ ուրիշ տեղը ասում է աշխարհը կասնի, բայց իմ խոսքը կմնա։ Հավիտյան։ Հասկանում ենք, որ մեր հիմքը պետք է լինի Աստծո խոսքը։ Մենք պետք է մեր որոշումները կայացնենք հիմնվելով քրիստոնեաբայել աստվածահաճո կյանք ունենալու ցկտմանը։ Որոշումը շատ ժամանակ նշանակում է թողնել, քեզ դնել սահմանափակման մեջ կամ անել այնպիսի բաներ, որոնք տանում են անգամ մահվան։ Դրա համար է Հովհաննես 16:33-ում գրված է. Այս բաները ձեզի խոսեցա, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք։ Ես աշխարհին հաղթեցի։ Պատրաստ լինենք մեր կյանքի ամեն իրավիճակների մեջ որոշումներ ունենալու։ Դրանք կարող են լինել շատ բարձ։ Օրինակ, ես որոշում եմ, որ ամեն օր 1 գլուխ աստվածաշունչ կկարդամ, 1 ժամ կաղոթեմ կամ ջանք եմ անելու, որ չստեմ, դրական խոսքեր եմ խոսալու,
աստվածաշնչով կյանք ապրեմ կամ այլն։ Ընդհանուր որ ընդհանրացնեմ խոսքս, սա կլինի, որ մեր կյանքի համար ունենանք որոշումներ։ Ունենանք որոշում անել այն, ինչ հաճելի է Աստծուն։ Պարզ է, դա հեշտ չի, այն կընթանա վախերով, մեծ ռիսկեր ունի, սակայն գրված է՝ մի վախեցիր, քաջացիր, ես հաղթել եմ աշխարհին։ Որ միայն ճշմարտություն իմանալը բավարար չէ, որ փրկենք, այլ պետք է այն կիրառել։ Իսկ դրա համար պետք է ունենա որոշում։ Դու կարող ես Սեդեկիա թագավորի Սավուղի նման որոշում կայացնելիս առաջնորդվես վախով ու պարտություն կրես, թեև թե լիներ եգիպտացի մանկաբարձների Գեդեոնի նման արհամարելով վախը ու հաղթես, որն ես ընտրում։ Եվ կուզեմ վերջում կարդալ 2 Օրինաց 30 գլխի 19-րդ խոսքը, գրված է. այսօր երկինքն ու երկիրը վկա կբերեմ ձեզի, որ կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առջև դրի, ուրեմն ընտրիր կյանքը, որպեսզի ապրես, դու եւ քո սերունդդ։ Ունենանք կյանք ընտրելու որոշում։ Կանգնենք, ոտքի աղոթենք։ Հայր Աստված, շնորհակալ ենք Տեր։ Տեր ջան, քեզ եմ հասնում մեր կյանքի հետ, Տեր։ Խնդրում եմ Տեր, որ խոսած մեր սրտերի, մեր մտքերի հետ, Տեր, հասկացնես Տեր ջան, որ կարողանանք որոշում կայացնենք Տեր ու որոշման մեջ հաստատ մնալ Տեր ջան, որ չվախենանք Տեր ջան տարբեր վախերով Տեր ջան, այլ հիմնվելով քո խոսքի վրա Տեր ջան, կարողանանք Տեր ջան հաղթող լինենք Տեր ջան։ Խնդրում եմ օրհնես, պահես ու պահպանես Տեր ջան։ Շնորհակալ ենք ամեն բանի համար Տեր ջան, մեզ զորացնես Տեր ջան։ Քեզ փառք, պատիվ եւ մեծություն։ Ամեն։